Հանկարծ մարդիկ ասում են չենք կարող, հոգնում ենք, մի քիչ շուտ պետք է գանք, ասում են պահանջը էս է, եթե չեք կարող դիմում գրեք ազատվեք։ Ավտոբուսի վարորդն անանուն մնալու ու ձայնը փոխելու պայմանով Շամշյան Քոմին պատմել է Երևան ավտոբուս Փակ բաժնետիրական ընկերությունում լարված իրավիճակ է։ Մի շարք վարորդներ սպառնում են աշխատանքից դուրս գալ, քանի որ գերհոգնած են նստում ղեկին, վթարների մեջ են ընկնում, դրան գումարած 2 շաբաթ առաջ էլ քաղաքապետ Ավինյանի հրահանգով իրենց վրա է դրվել նաև ուղևարձի հավաքագրումը։ Այս վճարման հարցերն էլ կախեցին շոֆերների վզին, ամբողջ օրը կռիվ, դավ, այդ լարվածությունից, հոգնածությունից երիք չի մի հատ էլ այդքան աշխատում են, ամեն 3 օրը մեկ մի հատ ավարի է ալում ու թողում են շոֆերների վրա։ Խոշոր հաշվով աշխատանքային պայմաններից դժգոհ վարորդ գործից դուրս չի եկել, ազատությանն ասաց Երևան ավտոբուս ՓԲ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը, բայց որ ազատման դիմում գրած վարորդներ կան, հաստատեց, ընդգծելով գրեթե ամեն օր եւ աշխատանքից դուրս գալու եւ գործի ընդունվելու նոր հայտեր են ստանում։ Հատկապես վերջին 2 շաբաթվա ընթացքում աշխատանքից ազատման արտառոց հոսք չկա, պնդեց Ասատրյանը համեմատական թվեր ներկայացնելով։ Ապրիլի 7-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ ազատվել է 15 վարորդ, բայց պայմանական փետրվարի 7-ից փետրվարի 23-ը որ վերցնում ենք ազատվել է 14 վարորդ։ Մարտի 16-ից ապրիլի 2-ը ներառյալ ազատվել է 18 վարորդ։ Պլյուս-մինուս օրերի տարբերությամբ նույն ժամանակահատվածները վերցրել, որ ազատվողների եւ ընդունվողների վիճակագրությունը նայում ենք, ընդհանուր առմամբ ստաբիլ իրավիճակը։ Երևանի քաղաքապետը 2 շաբաթ առաջ էր հայտարարել ուղևարձի հավաքագրմանը չմասնակցող վարորդները կարող են զրկվել հավելավճարներից։ Դրանից հետո ավտոբուսներում վեճեր սկսվեցին Տիգրան Ավինյանի հրահանգը կատարող վարորդների ու չվճարող ուղևորների միջև։ 2 օր առաջ արդեն քաղաքապետը պնդեց, թե իր հրահանգի արդյունքում նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել։ Այսօր Երևանի ավականու նիստում ընդդիմադիրները դիմելով Ավինյանին պնդեցին քաղաքապետի հրահանգը սրել է իրավիճակը։ Այդ քաղաքացիներին ինչի եք կռվածնում միմյանց հետ։ Ինչի։ Ինչ եք ուզում այդ քաղաքացիներից։ Վարորդը պիտի կանգնի, վարորդին ընդեղ եք բաց դրության մեջ դնում։ Այդ քաղաքացիներին իրար հետ եք կռվածնում։ Այսինքն ուր եք ուզում հասնել։ Ինչքան կարելի է ծաղրել վճարող քաղաքացիներին։ Տրանսպորտը սկսել է ուշանալ, որովհետև ավելի երկար է մնում, կանգառում, հետևից գալիս է մյուսը չի կարողանում մտնի եւ կարծում խցանման հարց եք լուծում։ Խցանում եք ստեղծում, ոչ թե լուծում։ Եվ ինչու պիտի անորակ, չմտածված, հատվածային իմպուլսիվ որոշումների արդյունքում քաղաքացի եւ վարորդ իրար ծեծեն։ Փաստերի ստուգման հարթակի FIPM-ի ձեռքի տակ հայտնված վարորդներից մեկի պայմանագրով նրանք պարտավոր են միայն անհրաժեշտության դեպքում զգուշացնել ուղևորին չվճարելու մասին եւ վերջ։ Հղումանելով աշխատանքային օրենսգրքին FIPM-ը նշում է արտաժամի աշխատանքի վարձատրությունը պարտադիր է եւ չի կարող կախված լինել ուղևորցերի հավաքագրումից։ Փաստեր ստուգողները եզրակացրել են Ավինյանի պնդումը հակասում է օրենսդրությանը։ Այսօր ավականուն դիմադիր Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նույնպես հղում արեց վարորդների պայմանագրին ու հիշեցրեց հսկիչների գործն ինչու է դրվել վարորդների ուսերին, ուր են հսկիչները, որոնց հաստիկներն ավելացվել էին։ Վարորդների պայմանագրի պարտավորությունների մեջ մտնում են ընդհանրապես զգուշացնել չվճարող վարորդներին ու վերջ, ուրիշ ոչ մի բան, պահանջել, կռվի բռնվել, չեմ քշելու, այդպես բան չկա պայմանագրերում։ Չնայած այս քննադատությանը եւ ավտոբուսում բուռն վեճերին Ավինյանը պնդեց օրենքի խախտում չկա, քննադատներին հիշեցրեց ազատվել են գազելներից ու մետաղադրամով վճարելու մշակույթից եւ անցել թվային վճարումների։ Համոզված է իրենց բարեփոխումներն ականջահաճո պոպուլիզմ չեն, երկարաժամկետ ծրագրեր են իրագործում։ Ավինյանն անդրադարձավ նաեւ երեկվա միջադեպին ավտոբուսի դանակահարված վարորդին։ Քաղաքապետը ընդդիմությանը մեղադրեց, թե նրանց հայտարարությունները խրախուսում են ոչ միայն ուղևորների բոյկոտը, այլ նաև նման վարքագիծը։ Եղավ այն, որ Ժորժ ջան, այս ամբիոնից ասում եք, դե եկեք բոյկոտենք, հիմա ասում եմ հարբած մի հատ թափ-թփուկ, ասում է ես բոյկոտ եմ անում, հետո էլ հարձակվում է վարորդի վրա։ Ո՞վ է մեղավոր վարորդը, որ պահանջա ներկայացնում, ասում է եղբայր վճարի։ Դա իր պայմանագրային պարտավորությունն է։ Նաև նրա համար, որ ինքը ստանա բարձր աշխատավարձ։ Ըստ ներքին գործերի նախարարության 3 ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը եղել է ոչ սթափ վիճակում։ Ոստիկաններն ի դեպ դեռ փնտրում են նրան։ Վարորդը թեթև վնասվածք է ստացել։ Ազատության տեղեկություններով վեճի պատճառը եղել է այն, որ ուղևորը 100 դրամ է վճարել, ոչ թե 150։